Ախր ինչ որ անում է Սոնա Մանուկյանը, աներկբա քննադատության արժանի, չի կարա լինի ինձ, որ դուք Վերջին շրջանում բլոգեր Հայկ Մկրտչյանը ակտիվորեն փորձում է Հայաստանում ներդնել արևմտյան ամենատոքսիկ երևույթներից մեկը՝ չեղարկման մշակույթը։ Բայց եթե աշխարհում մարդկանց չեղարկում են լուրջ արժեքային խնդիրների կամ հանցանքների համար, ապա Հայկի պարագայում դա վերածվել է սովորական աչոք հավաքելու գործիքի։ Նա պարզապես սպասում է, թե ով երբ կսայթաքի, որպիսի հարձակվի վրան, իր հեղինակավոր կարծիքը հայտնի, հանրային դատաստան տեսնի ու հանրության ուշադրությունը ուղղի իր էջի դիտումները բարձրացնելու վրա։ Վառ ապացույցը վերջերս նրա ու տիկտոկյան մեկ այլ օգտատիրոջ միջև տեղի ունեցած վիրտուալ վեճն էր, երբ օգտատերը քննադատել էր Հայաստանում ստրիպտիզ պարել սովորող տղամարդկանց, ու Հայկը այդտեղ էլ հայտնվել էր, ու այդ տղային ամենավերջին ու լկտի հայհոյանքներով նամակներ էր գրել։ Ու հենց այստեղ է առաջանում ամենակարևոր ու ցավոտ հարցը. որտեղ է լուրջ ընկերությունների կորպորատիվ պատասխանատվությունը։ Ինչպես է ստացվում, որ հանրապետությունում հայտնի լուրջ համբավ ու միլիոնավոր դրամների շրջանառություն ունեցող բրենդները, ինչպիսիք են օրինակ Onex-ը, Yandex-ը, Coca-Cola-ն եւ բազում այլ հեղինակավոր ընկերություններ, իրենց դեմքն ու գովազդը վստահում նման վարքագիծ ունեցող անձին։ Միթե ընկերությունների տնօրենները չեն տեսնում, թե ում են փող տալիս։ Իսկ գուցե ժամանակն է հենց Հայկին քենսել անել, իր լկտի բառապաշարի համար։ Երբ ընկերությունը պայմանագիր է կնքում մի բլոգերի հետ, ով հանրության հետ շփվում է հայհոյանքներով, այդ ընկերությունը ավտոմատ կերպով լեգիտիմացնում եւ ֆինանսավորում է այդ լկտիությունը։ Ստացվում է, բրենդների համար կարևոր չէ, թե ինչ արժեքներ է կրում իրենց գովազդողը։ Կարևորը լայքերն ու դիտումներն են։ Հայաստանում դժվար է, որովհետև սա խորի դեմքերով ման են գալիս։ Կիսվեք տեսանյութով եւ բաժանորդագրվեք, որպիսի բաց չթողնեք կարևոր նորությունները։